Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Ողջույն սիրելիներ, համեղ կիրակին այսօր եթերում եւ ինձ հետ է Համլետը, քանի որ Համլետը այսօր մեր ստուդիայում է, նշանակում է մենք շատ համեղ ինչ-որ մի բան ենք վայելելու։ Ողջույն Համլետ։ Բարև ձեզ սիրելի հեռուստադիտողներ։ Այսօր շատ հետաքրքիր բաղադրատոմս եմ ներկայացնելու։ Բոլոր բաղադրիչները գրեթե բոլորիս տներում առկա են տարվա այս ժամանակահատվածում։ Բաղադրությունն այն շատ պարզ բաղադրիչներ է, պատրաստման եղանակը շատ պարզ է, ուղղակի անհրաժեշտ է հետևել հաղորդմանը, գրել բաղադրատոմսը, որից հետո պատրաստել եւ զարմացնել ընտանիքի անդամներին։ Եվ կարևորը պատրաստել սիրով։ Կհանդիպենք մի քանի վայրկյան հետո։ Քաղցր շաբաթ համեղ կիրակի։ Եվ այսպես Համլետ ունենք քերիչ, նշանակում է պանիրը քերելու ենք, պարմեզան պանիր է, սունկ, սխտոր, սոխ, ինչպես միշտ, մաղադանոս, թարխուն, կարակ, ջուտ, լոր եւ անպայման մառանիկի հնդկազավար, եթե ուզում եք համեղ լինի, եթե չեք ուզում, ապա ինչ հնդկազավար ուզում եք օգտագործեք։ Ունենք զեյթ եւ համեմունքներ էլի մառանիկից։ Դե սկսենք, շատ հետաքրքիր է ինչ ենք պատրաստելու։ Շատ լավ, մեծ սիրով սկսենք, պատրաստելու ենք լոր գրեչետելայով։ Ինչով։ Լոր գրեչետելա։ Գրեչետելան դա գրեչկան է։ Գրեչկայից պատրաստվող ուտեստի անունն է գրեչետելա, այսինքն մի քիչ ժամանակակից ձևաչափ են վերածել դեպի ֆրանսիական խոհանոց։ Ընթացքում համ կպատրաստենք, համ կպատմեմ ինչու հենց այդպես։ Ահա, հասկանալի է, մի տեսակ ավելի իտալական հնչողություն ունի գրեչետելա, շատ գեղեցիկ հնչեց։ Իրականում հեշտ բաղադրատոմս է ու շատ համեղ բաղադրատոմս է, մեր ավանդական ստանդարտներից դուրս են գալիս, փորձում ենք մի քիչ այլ ձևով պատրաստել հնդկածավարը։ Հետաքրքիր է։ Ինչ ենք անում։ Նայեք, առաջնահերթ ես կմշակեմ լորերը, որից հետո կհամեմեմ եւ կտեղափոխենք ջեռոց, այդ ընթացքում որ խնդրեմ ինձ օգնեք, մի փոքր պարմեզան պանիր քերիչով անցկացնեք եւ շատ մանր կտրատեք սունկը։ Բարի։ Պարմեզանի քանակը խնդրում եմ կասեք։ Մոտավորապես մանր քերիչով, ասեցիք։ 40-50 գրամ, հա, մանրով եթե կարելի է։ Ոչինչ։ Իրականում 40-50 գրամ։ Եվ ինչպես գիտեք, մենք Համլետի հետ արդեն աչքով ենք կշռում։ Այդ մասնագիտական է արդեն դարել։ Այո, մասնագիտական է։ Ամենօրյա։ Նայեք, իրականում պարմեզան պանիրը ինքը հալվող պանիրի տեսակներին չի պատկանում, ինքը մի քիչ ավելի կոպիտ է, կոշտություն ունի, դրա համար մանր քերիչով է խորհուրդ տրվում անցկացնել, որպեսզի ուտեստի մեջ ավելի հեշտ մերվի ընդհանուր զանգվածի հետ։ Հասկանալի։ Այսինքն մենք այսուհետ կիմանանք, որ պարմեզան պանիրը պետք է քերել ավելի մանր, ամենամանր քերիչով։ Ջերմային մշակում չի անցնում, եզակի պանիրներից է, որը ջերմային մշակում չի անցնում։ Հասկանալի է։ Այսպես։ Չէ, մի նայեք, ես կողմից չեմ նայ, չէ։ Խոհարարները փաստորեն նաև պրոֆեսիոնալ մսագործներ են։ Այո, ավելի վատ բան եմ ուզում ասել։ Չէ, լավ, որ չասեցի։ Այստեղ երևի մի 25-30 գրամա, չէ։ Հա։ Մոտավորապես մի այդքան կարելի ասել ավելացնել, հա։ Դրա կեսով չափ մի փոքր էլ ավել։ Իսկ երբեմն ասում են, որ միսը լվանալ հարկավոր չէ, հատկապես երբ որ խորոված պիտի պատրաստեն։ Նայեք, խորհուրդ է տրվում, այսինքն կախված մսի որակից ու տեսակից խորհուրդ է տրվում իհարկե լվանալ, առավել ևս եթե թռչնամիս է, հավի միս, պարտադիր լվանալ է անհրաժեշտ, քանի որ բակտերիաները շատ են լինում հավի մսի մեջ։ Իսկ երբ որ ջերմամշակում ենք, չեն վերանում։ Կախված թե ինչ ջերմային մշակում է անցնում։ Բակտերիաների, միսը բարձր ջերմաստիճանի տակ չէ տապակում։ Բարձր ջերմաստիճանի տակ տապակելու կան բակտերիաներ, որոնք եփածան աստիճանից բարձր կարող են չոչնչանալ։ Ինչ օրինակ նայեք, ընդունված կարգա չէ, մեր մոտ ասում ենք թարմ միս լինի, եվրոպական ստանդարտներով թարմ միս չի լինում։ Այսինքն թարմ միսը պարտադիր սառեցում կամ հնեցում է անցնում, որպեսզի բակտերիաները մահանան եւ ավելի առողջարար լինի, թունավորման արդյունքներ չլինեն այդ մսամթերքը օգտագործելուց։ Մեր հայկական տարբերակով միսը դա պետքա թարմը լինի, որ համով լինի, բայց այդ թարմը միսը իր մեջ բակտերիաներ, մանրէներ է պարունակում, աղիքային ցուպիկ եւ նմանատիպ այլ հիվանդությունների։ Աստորեն դա համեղ է, այդ մանրէները, ցուպիկները, որովհետեւ երբ որ մենք Եվրոպայում կամ այլ երկրներում ուտում ենք խորոված, ինչ որ մսամթերք, մեզ համար դա անծանոթ է եւ այդքան համեղ չէ, ինչքան մերը։
Հասկացանք, մանրեները նաև Իրականում ամենամաքուր միսը դա գառան միսն է։ Այո, գառը չի սիրում, հա, չի ընդունում հակաբիոտիկներ, հա։ Ընդհանրապես գառը կոնկրետ սնվելու կարգ ունի, կոնկրետ խոտաբույսերից է սնվում, նրա միսը ամենամաքուրն է, նրա միսը ինչքան եք ուզում ես ուտես չես կարող չաղանալ։ Դրա համար մեր պապերը ժամանակին միայն գառի մսով են սնվել, եղել են շատ առողջ, ապրել են շատ երկար ժամանակ։ Դրա համար խորհուրդ կտամ շատ օգտագործել գառան միս։ Հիմա մանր խորանարդիկներով կտրատում ենք սունկը, այո, շամպինյոն։ Ես այդ ընթացքում համեմ եմ մեր լորերը, իհարկե մառանիկի համեմունքներով։ Ահա։ Եվ մեկ հարց էլ միսը, երբ որ մենք եփում ենք, սառը ջրով է հարկավոր եփել, թե տաք ջրով կա որևիցե մի տարբերություն։ Բնականաբար տարբերություն կա, դա էլի մասնագիտական։ Եթե ուզում ենք ստանանք համեղ, շատ համեղ արգանակ, անհրաժեշտ է սառը ջրով սկսել եփման process-ը։ Սառը ջրով եփման process-ի ժամանակ սկզբում մինչև եռը գալը այն ավանդական որսում է քափը հավաքվում է, պետք է քափը հավաքենք։ Այդ գործընթացից հետո նոր ավելացնել համեմունքները, դափնուտերև կլինի, բահար կլինի, սև պղպեղ հատիկավոր եւ այլն, այսինքն ինչով որ ուզում են հարստացած լինեն արգանակը, այդ ամեն ինչը պետք է ավելացնել քափը հավաքելուց հետո։ Բնականաբար ժողովուրդ ասեմ, որ քափը դա նույն սպիտակուսային մասան է, որը արդյունքում երման արդյունքում դուրս է գալիս եւ բոլոր համերը տվյալ մսի փոխանցում է ջրին եւ ստանում ենք շատ համեղ արգանակ։ Եվ մեկ հարցել, արգանակը սովորաբար մենք առաջի եռացած ջուրը թափում ենք, որպեսզի այդ բոլոր հակաբիոտիկները, որը կենդանին կերել է, խմել է, ստացել է, այդ ամեն ինչը որպեսզի անցնի։ Դա ճիշտ է։ Իրականում չէ, այսինքն անհրաժեշտ է, երբ որ միսը պետք է խաշելու process անցնի, այդ միսը անհրաժեշտ է նախորոք շատ լավ լվանալ։ Մեկ, երկրորդ հերթին սննդի տեսչությունը վերահսկողություն է կատարում բոլոր միս վաճառող կետերին, այսինքն նրանք ունեն 5-րդ ձևաչափի փաստաթուղթ, որով արդեն բժշկական զննություն է անցել միսը եւ մարդու կյանքին վտանգ չի սպառնում, որից հետո ունի իրավունք վաճառքի։ Այսինքն ապարդյուն է, հա, որ մենք ապարդյուն է, երբ որ դուք առաջի եռը, այդ ժամանակ կարելի ասել ամենաշատ արգանակի հարստացման process-ն է լինում, երբ որ մարմանդ կրակի վրա ինքը դանդաղ եփելով մսի մեջից դուրս է գալիս բոլոր այդ օգտակար համերը արգանակին, որ պետք է ստանանք հետաքրքիր արգանակ, դա կոպիտ ասած շուռ ենք տալիս, թափում ենք, միսը լվանում ենք, երկրորդ եռի ժամանակ արդեն հասկանում ենք, որ նույն յուղայնությունը չունի, նույն խտությունը չունի, նույն այդպիսի հագեցած հոտը չենք առնում արգանակի, քանի որ մենք բոլոր այդ համերը արդեն թափել ենք։ Դրա համար ինֆորմացիայի համար իսկ եթե ուզում ենք որպեսզի միսը համեղ լինի, այդ պարագայում եռման ջրի մեջ պետք է գցենք։ Եռացող ջրի մեջ։ Հումիսը գցում ենք եռացող ջրի մեջ։ Այդ ժամանակ ինքը կեղևապատման process է լինում, այսինքն բարձր ջերմաստիճանի ժամանակ մկանների կծկում է լինում, կեղևապատում է լինում, որի արդյունքում բոլոր համերը մնում են մսի մեջ։ Շատ չնչին մասն է, տոկոսայնով կարելի ասել 20%-ն է փոխանցվում արգանակին։ Իսկ ժամանակակից բարձրակարգ խոհանոցներում բարձրակարգ տեխնոլոգիաներ թույլ են տալիս սուվի տեխնիկայի միջոցով եփման process-ը կատարել, այդ պարագայում արդեն վակուումի տոպրակների մեջ է միսը փաթեթավորվում եւ շատ երկար ժամանակ իրեն համապատասխան ջերմաստիճանում եփում է, որի արդյունքում բոլոր համերը մնում են մսի մեջ, կապ չունի թռչնամիս, ծովամթերք, ձկնամթերք։ Իսկ որպեսզի շատ փափուկ լինի, շատ փափուկ մենք սովորաբար երկար եռացնում ենք, բայց հակառակը լինում է, որ ձգվում է միսը։ Ինչու՞մն է խնդիրը։ Նայեք, նախ առաջինը ճիշտ մսի կտոր ընտրելու արդյունքն է, երկրորդ հերթին այդ միսը ճիշտ պատրաստելու, ինչպես նաև կտրատելու գործընթացն է, այսինքն մարդ երբ որ մսի հետ աշխատում պետք է հասկանա հյուսվածքների ու դեպի որ կողմ են հյուսվածքները գնում, որպեսզի հյուսվածքներին հակառակ կտրի, լինում է, չէ, երբ որ միս եք ուտում շատ հեշտ է կծել ու լինում է, որ շատ դժվար է, այսինքն հյուսվածքներին հակառակ կտրելու կամ ճիշտ կտրելու արդյունքում է դա ձևավորվում, որոշակի տեխնոլոգիա պետք է իմանալ մսի հետ աշխատելու, որից հետո նոր միսը մշակել, կտրատել ու դնել եփման։ Հստակեցնենք, այսինքն հյուսվածքները տեսնում ենք ուղղահայաց։ Հյուսվածքները եթե ուղղահայաց են, զուգահեռ պետք է կտրատենք։
երբ որ պատրակով օգտվում եք, դուք զուգահեռ կտրատումից հետո վերցեցիք, հյուսվածքներին համապատասխան եք սկսում կծել, այդ ժամանակ շատ հեշտ է, ծնոտի համար շատ հեշտ է դա կծել, բայց երբ որ հյուսվածքները ուղղայացեն, դուք ուղղայաց կտրվածք եք տալիս, ինքը ճլվում է արդեն, այսինքն չեք կարողանում առանձնացնել հյուսվածքները։ Իսկ սառեցված միսը անմիջապես կարելի է գցել եռման ջրի մեջ։ Լրիվ սառը վիճակում, ոչ։ Պետք է սպասել մինչև սենյակային ջերմաստիճանի հասնում, եթե նկատած կլինեք, ոչ միայն մեր հաղորդման շրջանակներում ենք դրա մասին ասում, բոլոր պրոֆեսիոնալ խոհանոց կամ ընտանեկան խոհանոցներ ներկայացնող ծրագրերում միշտ ներկայացնում են սենյակային ջերմաստիճանի հասցնել։ Այսինքն մեր տվյալ պարագայում սենյակում ինչ ջերմաստիճան է, այդ ջերմաստիճանի պետք է լինի միսը, որպեսզի եփման process-ը ճիշտ ընթանա։ Նույնիսկ անգամ ձուն սառնանից երբ որ հանում եք, խորհուրդ է տրվում թողնել մի որոշ ժամանակ, որից հետո նոր անցնել եփման process-ի։ Երբ որ սառնանից հանեցիք, դրեցիք ջրի մեջ, կեղևը շատ շուտ է եռման process-ի ժամանակ ճակում։ Լավ, իսկ ինչ ալտերնատիվ տարբերակ կա, եթե մարդը շտապում է եւ շատ արագ պետք է պատրաստի սառեցված մսից ինչ որ մի բան։ Անկեղծ ասած ալտերնատիվ տարբերակ չեմ կարող այս պարագայում ասել, միկրոալիքային վառարանը ինք իրենից արդեն խնդիր է ներկայացնում, քանի որ միկրոալիքներ է ինքը միևնույնն է որոշակի քիմիական process է առաջանում, որի արդյունքում իհարկե ինչպես եւ դեղերը ինչ որ մի պարագայում օգնում են, բայց ինչ որ մի օրգանիզմի վնաս են տալիս, այս պարագայում էլ նույն process-ն է լինում։ Դրա համար խորհուրդ չեմ տալիս, անհրաժեշտ է սննդակարգը նախորդ պլանավորել։ Նոր էսենց համեմելուց, իհարկե մառանիկի համեմունքներով, որ համը արտահայտիչ լինի, լավը լինի, համեմելուց հետո տեղափոխում ենք ջեռոց 200 աստիճան մոտավորապես 30 րոպե ու անցնում ենք արդեն գրեչտելայի պատրաստմանը։ Ինձ թվում է շամպինյոնը հերիք է, մնացածը պետք չի կտրատել։ Սոխը սխտորը։ Ես դա կանեմ, ձեզ կխնդրեմ առանձին մի փոքր պոկել թարխունի տերևները եւ մանր կտրատել։ Բարի։ Այսպես ես անցնեմ սոխին։ Սոխը մանր խորանարդաձև կտրատում ենք։ Իմիջիայլոց թարխունի միայն տերևները ես հենց այս հաղորդման շրջանակներում եմ սովորել, որ պետք է առանձնացնել։ Բայց չէ որ սա էլ է համեղ, չէ։ Այո, իհարկե համեղ է։ Այդ դեպքում ինչու ենք առանձնացնում։ Որպեսզի ավելի նուրբ լինի ուտեստի մեջ, դրա համար տերևներն ենք օգտագործում, բայց որ խնդրեմ թարխունում։ Սա թարխունը չէր, շնորհակալություն։ Ոչինչ, սա էլ այդպես կանենք, հա։ Ընթացքում ես կսովորեմ հրուշակագործություն, դուք էլ կսովորեք խոհարարություն։ Չէ, սովորաբար կանայք բոլորն էլ պիտի իմանան, թարխունը մաղադանոսից պիտի կարողանան տարբերել, բայց մարդիկ կա, որ հենց իսկապես համաձայն կլինեք ինձ հետ, որ կանաչիների անունները պարզապես չեք կարող ֆիքսել եւ հիշել։ Ես բավականին շատ աշակերտներ եմ ունեցել, որոնք շատ դժվարությամբ են սովորել մաղադանոս, համեմ իրարից տարբերել, նույնիսկ եղել են դեպքեր, որ տտմիկը եւ նազրվան վարունգը խառնել են։ Ոչինչ, նորմալ է։ Քանի որ այս աշխարհում այնքան շատ է ինֆորմացիան, չես կարող արդեն ամեն ինչ ըմբռնել, սա արդեն կարող ենք այս ամեն ինչին հանգիստ վերաբերել։ Նայեք, առաջնահերթ շատ մանր խորանարդաձև կտրատելուց հետո սոխը տապակը տաքացնում ենք, ավելացնում ենք մի փոքր բուսայող, մի փոքր կարագ եւ սկսում ենք տապակել ոսկեգույն տեսք ստանալու համար։ Ընթացքից արդեն կավելացնենք նաեւ շամպինյոն տեսակի սունկը։ Ջեռոցը նախապես անպայման միացնում եք, որպեսզի լավ տաքանա։ Մի փոքր բուսայող, մի փոքր կարագ, արդեն սովորել եք։ Դրա համար պետք է շատ հաճախ այս ծրագիրը նայել, որպեսզի փոքրիկ մանրուքների կարողանաք տիրապետել։ Ես մամային վերջերս ասեցի, մամ, եթե ձեթ ես օգտագործում, անպայման մի փոքր կարագ էլ օգտագործի։ Զարմացավ, ինչի՞։
Հիմա արդեն մենք գիտենք ինչի։ Եթե չգիտեք, մեր հաջորդ հաղորդումները կարող եք նայել։ Նախորդ հաղորդումները կարող եք նայել, այնտեղ մանրամասն հաջորդն էլ անպայման նայեք։ Չէ, իհարկե հաջորդն էլ պարտադիր պետք է նայել, որովհետև շատ հետաքրքիր բաղադրատոմսեր ենք ներկայացնելու։ Եվ ահագին ինֆորմացիա ենք իմանում, հատկապես այն աղջիկները, ովքեր որ նոր պիտի ամուսնանան կամ արդեն ամուսնացել են եւ նոր պիտի տիրապետեն խոհանոցը, պարտադիր նայեք այս հաղորդումը, այստեղ դուք շատ հետաքրքիր բաներ կիմանաք։ Բավական է։ Թե ամբողջը։ Չէ, հերիք։ Մենք այն սոուսի մեջ ենք օգտագործելու, սերուցքով սոուս ենք պատրաստելու, թարխունի համով, որը շատ յուրահատուկ ձևով ընդգրկելու է մեր այսօրվա ուտեստը։ Ես թարխունով դեսերտներ եմ շատ հաճախ պատրաստում, իհարկե շատ նեղ շրջապատի համար, Համլետ մի օր ես քեզ կամ բաղադրատոմսը կասեմ, պատահական ստացվեց ինձ մոտ, որոշեցի ինչ-որ հայկական մի բան պատրաստել եւ որոշեցի, քանի որ թարխունը հայկական է, չէ՞։ Մերն է։ Մերն է։ Թարխունն ու ռեհանը մերն է։ Այո, որոշեցի ինձ մեր հայկական թարխունով պատրաստել շատ համեղ դեսերտ։ Նաեւ ազնվամորի կար հետը։ Պատկերացնում եք ինչ համեղ էր։ Ես կուզեմ այդ բաղադրատոմսը ունենալ։ Անպայման մի օր կպատրաստեմ, կհյուրասիրեմ եւ բաղադրատոմսը կասեմ։ Իսկ սա գուցե բլենդերով, եթե սոուսի մեջ է լինելու։ Չէ, խորտ չեմ տա, քանի որ այնպես անեմ, կարծես մանր կտրատեք ընդամենը, նայեք, բլենդերով օգտվելու համար ինչ որ չափաբաժին է անհրաժեշտ, այս պարագայում դա շատ կլինի, քանի որ ռեստորանային պրոցեսի մեջ չենք, երբ որ ռեստորանում է բնականաբար մեծ քանակ ենք անում ու բլենդերի օգնությանն ենք դիմում, բայց ես թվում է տանը պատրաստելու համար նման տիպ տեխնիկաներից օգտվելը այդքան էլ ճիշտ չի, անհրաժեշտ է ձեռքով շատ հանգիստ, ինչ-որ մի հատ հետաքրքիր հաղորդում, օրինակ համեղ կիրակի, համ նայել, համ պատրաստել։ Համլետ, ես չգիտեմ դու ինչ ես անում, ներկա պահին դու պարզապես միայն սոխ ես տապակում, բայց այնպիսի համեղ հոտ է այստեղ։ Եվ սա սովորական սոխարացի հոտ չի։ Ինչ ես արել։ Ընդամենը տապակում եմ ասում, եթե ուզում ես համեղ լինի, կապ չունի, անգամ սոխարացը պետք է սիրով անել։ Այո, դա ճիշտ է, իսկապես դա ճիշտ է։ Ես այդպիսի հաղորդում ունեմ, տեսել ես, թխված է սիրով։ Չէ, չեմ հասցրել նայել, անկեղծ ասեմ, ժամանակային առումով շատ վերջին ժամանակատվածը շատ եմ զբաղված։ Անգամ տանը նորմալ չեմ հասցնում լինել երեխաների հետ։ Քանի որ ամբողջությամբ տրվել ենք աշխատանքին։ Պարզ է։ Բոլորիս համար դա ծանոթ իրավիճակ է։ Ես կողանամ ձեզ այդ թխված է սիրով նախադասությունը արդեն 20 եւ ավել տարիներ փակցված է հենց մեր շենքի վրա եւ իսկապես եթե այն իմ աշխատողը ով զգում եմ որ սիրով չի թխում, այլևս չի թխում, որովհետեւ դա ամենակարևոր գաղտնիքներից մեկն է։ Այստեղ ուրեմն տապակվում է արդեն սոխարացի հետ իմ կտրատած սունկը։ Այո։ Պատրաստում ենք սնկով գրեչետելլա։ Իրականում նայեք, նույն գրեչկան, հնդկաձավարը շատ երկար պատմություն ունեցող սնունդ է, եթե ոչ ավել 5000 տարի մարգությանը հայտնի։ Հիմնականում օգտագործվել է Հնդկաստանի Հիմալայան լեռների հետ հատվածում, Չինաստանի հյուսիս-արևմուտքի հատվածում, հետո այնտեղից արդեն ամբողջ աշխարհով մեկ է տարածվել։ Հայաստանում օրինակ հենց հնդի կառավարությունների միջոցով է Հայաստանում հայտնվել, դրա համար հենց անվանում ենք հնդկաձավար։ Եվրոպայում մոնղոլ թաթարների արշավանքների արդյունքում է հայտնվել, քանի որ ինքը պարենային մթերք է եւ հնարավոր է տեղափոխել եւ երկար ժամանակ պահպանել, արշավների ժամանակ այդպես հասել է եվրոպական տարածաշրջան, նույնիսկ որոշ ժամանակ եվրոպացիների մոտ կոչվել է թաթարական ցորեն։ Ահա, որտեղից։ Հա, որտեղից որ հասել է, իսկ Ռուսաստանի Դաշնություն, նախկին սովետական միություն եւ թարական ժամանակահատվածում այն հասել է հույն հոգևորականների միջոցով, ռուսերենից գրեկի, գրեչկա, այդպես անվանումը հասել է եւ դարձել է գրեչկա։ Հետաքրքիր պատմություն ունի հնդկաձավարը, Մարանիկի հնդկաձավարը, տես հատիկ ընտրած,
Իրականում որակը շատ լավն է։ Իսկապես եւ իհարկե մեզ միացել է Ամանդան։ Ողջույն, սիրելի Լիկա եւ Համլետ։ Տեսա Մարանիկի հնդկացավարի ընտրյալ հատիկներով ուտեստ եք պատրաստում, անմիջապես միացած ես։ Ողջույն, շնորհավոր ձեր 1 ամսյակը։ Շնորհակալ եմ, սիրելի Լիկա, ես էլ եմ քեզ շնորհավորում գեղեցիկ տոնի արդիվ։ Միշտ լինես այդպես գեղեցիկ, բարի, հմայիչ, սրտացավ, երջանիկ, անհոգ, ժպտերես, բազմաշնոր եւ նման լիքը բառեր։ Շնորհակալություն։ Միշտ մոռանում եմ հարցնել արհեստապան բանականությանը, ինչու հայերենում հնդկածավար, ռուսերենում գրեչկա։ Աչքից գնամ հասնեմ բյուզանդապան կայսրություն, սիրելի հեռուստադիտող։ Դե լավ, շատ խոսացի, նախ պատմեմ մեզ սիրելի Մարանիկի մասին։ Մարանիկն առաջարկում է ծավառերենի եւ համեմունքների հարուստ տեսականի, ավանդական եւ հազվագյուտ տեսակներով, այդ թվում մեր բոլորի շատ սիրելի զիպ հավաքածուն։ Զիպու փականի շնորհիվ համեմունքները երբեք չեն խոնավանում, իսկ օգտագործելը շատ հարմար է։ Մարանիկն ունի համեմունքներ նաեւ ապակյա հարմարավետ տարաների մեջ։ Դե բոլորս գիտենք, որ ապակյա տարաների մեջ համեմունքները պահպանում են իրենց համն ու որակը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Շնորհակալ ենք։ Այո, Մարանիկ ընտրյալ հատիկ, իսկապես այդպես է, ընտրյալ հատիկ։ Դες ինչ գեղեցիկ եմ բացել տուփը։ Շնորհակալություն։ Իդեպ մեր հեռուստադիտողներին ասեմ, որ Մարանիկի հնդկածավարը լվանալու կարիք չունի, քանի որ հատուկ մշակում է անցնում։ Ես իհարկե հաղորդման շրջանակներում դա չէ որ ներկայացնում եմ, զուտ մասնագիտորեն տեղեկացված եմ, որ հատուկ ջերմային մշակում եւ լազերային մշակում է անցնում, որի արդյունքում ոչ մի ավելորդություն բացի հնդկածավարից նրա մեջ չի մնում։ Դրա համար կարիք չկա այն լվանալու, ընդհանրապես տուփը բացում եք, որից հետո լցնում։ Եթե տապակելու հետո նոր եք խաշել, տապակում խաշում եք, եթե միանգամից խաշելու process է լինում, ընդհանրապես խաշում եք։ Հետաքրքիր մեթոդ է։ Սոխ առածով տապակում։ Իրականում շատ համեղ։ Ահա, երևում է։ Բաղադրատոմս է, ինչ եմ ընտրել այս տարբերակը, որովհետև մեր հայկական խոհանոցներում, գրեթե բոլորիս ընտանիքներում առկա է սննդակարգը, հնդկածավարը բոլորը գրեթե ուտում են, օգտվում են, ինչու՞ չէ առաջարկենք ալտերնատիվ տարբերակ, այլ ընտրանքային տարբերակ, որպեսզի տանը հեշտ, համեղ պատրաստեն ու իրենց ընտանեկան բաղադրատոմսերում ընկրկեն եւս մեկ բաղադրատոմս հնդկածավարով, մեր ձևով։ Ուրիշ որևիցե մի գործողություն կա անելու Համլետ։ Ձեզ կխնդրեմ մի փոքր մաղադանոց մանր կտրատել։ Պոչիկներով թե առանց։ Ինչպես։ Պոչերով թե առանց։ Չէ, առանց, տերևները։ Ուրեմն ճիշտ է անում։ Ինչքան տերևները առանց պոչերի անենք, այնքան նուրբ է ստացվում։ Ավելացրեցինք ջուր։ Այո։ Այս process-ում ամենաժամանակատար գործընթացը դա է ջրի վրա եփելու process-ն է, որ անդադ պետք է խառնել, ավելացնել ջուրը քիչ-քիչ, որպեսզի Իսկ որ պահին ներողություն, որ պահին ջուրը պիտի լցնեն։ Տապակելուց հետո, երբ որ ընդհանուր տապակի վրա բոլոր համերը բացվում են, այսպես սխտորի, սոխի, շամպինյոնի ու հնդկածավարի համերն ու հոտերը միաձուլվում են, չենք թողում որպեսզի վառվի ու քիչ-քիչ ավելացնում ենք ջուրը։ Ավելացնելու ընթացքում խառնում ենք ու շարունակաբար էլի ավելացնում ենք այնքան ժամանակ, մինչև որ ստանանք մեր համապատասխան եփածության հնդկածավարը։ Իրականում հետաքրքիր, շատ հետաքրքիր ու շատ օգտակար սնունդ է ու նույնիսկ անգամ ժամանակին գովազդային թրենդի տակով է անցել ամերիկյան 1940-ականներին, եթե ճիշտ եմ հիշում ժամանակահատվածը, ոնց որ հիմա չիայի սերմերը, քինոան լայսենս ծագում ունի ու այդպես առողջ սննդակարգի ձևաչափի մեջ են գրկվել, 1940-ականներն էլ հնդկածավարներ նման ձև հայտնվել Ամերիկայի Միացյալ Նահանգներում որպես առողջ սննդի օրինակ, խորհուրդ էր տրվում առավոտյան անպայման ուտել հնդկածավար։ Կարևորը իսկապես այդպես է, միֆ չէ։ Իրականում այդպես է։ Ցավոք, որ որոշակի մարքեթինգային գովազդային շրջանակներում ենք այդ ամեն ինչը բացահայտում։ Եվ երբեմն
բացահայտում ենք կարծելով, որ իսկապես այդպես է, բայց մարքեթինգ խայծ մարքեթինգային զոհ ենք դառնում այդ պարագայում։ Այո։ Դա շատ կարևոր է, որպեսզի մարդիկ ճիշտ իմանան ինչ են օգտագործում։ Դրա համար խորհուրդ եմ տալիս կարդալ, ինչ կարող են չկարդալ, արդեն քո հաղորդումը դիտելուց ամեն ինչ կիմանան։ Դա ոչ միայն ընդգծավարի մասում ասում, այլ ընդհանրապես Կամաց մենք ամեն ինչ կբացահայտենք։ Ընթացքից բոլոր հետաքրքիր բաղադրատոմսերը կներկայացնեմ։ Դուք էլ եք այսպես անում, թե դուք այնքան մանր եք կտրատում, որ սրա կարիքը այլևս չկա։ Չէ, իրականում այդպես չենք անում, որովհետև հյութը դուրս է գալիս, չէ՞, կարծես։ Թույլ չենք տալիս խոհանոցներում նման ձևով, երբ որ տան պայմաններում պատրաստում եք, շատ արագ process է դա լինում։ Ու օքեյ, այսինքն կարող ենք շատ հանգիստ լցնել ուտեստի մեջ այդ պարագայում ստանալ, բայց խոհանոցը պրոֆեսիոնալ խոհանոցում արդեն նախապատրաստական ունենք մենյու ցանկ, ըստ մենյուի նախապատրաստում ենք, կտրատում ենք ու այդպես անելու արդյունքում 15-20 րոպե ավել մնաց ինքը արդեն որակազրկվում է ու մեր ռեստորանին համապատասխան համը չենք ստանա, դրա համար չի թույլատրվում։ Իսկ կա այդպիսի բան, երբ որ կտրատում ես, անպայման պետք է այդ պահին աղ անել, որպեսզի համերը ավելի շատ բացվեն։ Չէ, իրականում խորհուրդ չի տրվում ընդհանրապես աղ անել, քանի որ աղը նույնպես հյութազրկման գործընթաց է սկսում, կապ չունի, դա բանջարեղեն կլինի, մսամթերք, կատնամթերք, ծովամթերք, միևնույն է, ինքը շատ լուրջ ազդեցություն է ունենում, դրա համար միշտ խորհուրդ եմ տալիս բոլոր պարագաներում աղը ավելացնել վերջում։ Թխման process կլինի շոգեխաշման, տապակման, միշտ աշխատեք վերջում, որպեսզի ճիշտ համային բալանսը պահպանեք։ Տեսեք, շատ մարդիկ գիտեն, որ այդպես ճիշտ է, երևի տատիկներից կամ մամաներից է։ Հյութազրկման գործընթաց է լինում, եթե սովորական տան պայմաններում փորձեք լոլիկը կիսեք, այդ ներսի մկանային այդ շերտի վրա ավելացնեք աղը ու մի քանի րոպե թողեք, դուք արդեն ցողի նման կտեսնեք ոնց է ջուրը դուրս գալիս լոլիկի մեջից, դրա համար չի թույլատրվում։ Հա, օրինակ թխվածքի մեջ պարտադիր ես ինչ թխում եմ, աղը պետք է անեմ ինչի համար, որպես ավելի ուժեղացնող համերը, հա։ Ինքը բալանսի է բերում բոլոր համերը, քաղցրու բանը, բայց այսինքն եթե նույն քաղցրավենիքի մեջ աղը եթե շատ անեք, դա չի նշանակում, որ քաղցրավենիքի քաղցրությունը դրանից ավելանալու է, չէ։ Ուղղակի համապատասխան բաղադրատոմսի չափով աղը ավելացնելու դեպքում ավելի արտահայտիչ է դառնում մնացած համերը, որովհետև շարունակությունը ոնց որ լինի։ Բայց աղը համարվում է, չէ, որպես ուժեղացնող, արտահայտող ավելի։ Արտահայտող է, բայց ինքը իր համի շնորհիվ է դա արտահայտիչ դարձնում, ոչ թե կողքի ինգրեդիենտների համերն է ավելի ակտիվացնում։ Այսինքն նրա արկայությունն է այնպես անում, որ մնացած համերը ավելի արտահայտիչ եք զգում։ Բայց ինքը որպես այդպեսին, որ մնացած բաղադրիչների համերը բացում է, նման բան չկա։ Ինքը իր համի հաշվին ոնց որ ուղղորդում է մնացած համերը ավելի արտահայտիչ զգալ։ Եվ շատ կանայք կարտոֆիլը տապակելուց տեսել եմ, նկատել եմ, որ ընթացքում են աղը օգտագործում։ Խնդրեմ, շեֆ։ Երբ որ ընթացքում աղը ավելացնում եք կարտոֆիլը տապակելու ավելացնում եք ընթացքում աղը, հյութազրկման process է սկսում, այսինքն ու դուք այն ոսկեգույն այդպես արտահայտիչ հատիկներով չեք ստանա տապակած կարտոֆիլը։ Ինքը որակազրկումը սկսում է նրանից, որ հյութազրկում է լինում, օստանում է կարտոֆիլի մեջ, հյութազրկման արդյունքում ինքը խաշման process է լինում ու փխրվում է, այսպես հյուսանման զանգված ենք, որոշակի հյուսանման, որոշակի կարտոֆիլի տապակայի ձևաչափով, ճմուռանման, այսպես տեսք ունեցող, իհարկե էլի շատ համեղ է ստացվում, բայց ոչ տապակած կարտոֆիլ ձևաչափն է լինում։ Տիկիններ, ովքեր որ այդպես են պատրաստում, ասում են ցեխ դարձավ։ Դրա համար խորհուրդ է տրվում իհարկե միշտ ավելացնել վերջում։ Եվ ես վերջերս մի բան տեսա ինտերնետով, ձեթի մեջ կարտոֆիլ ֆրի տապակելու ժամանակ լցրեց բավական մեծ քանակությամբ օսլա։ Եվ նոր տապակեց ձեթի մեջ կարտոֆիլը։ Տեսել ես նման բան։ Նման բան տեսել եմ, բայց եւ խրթխրթան Չնայած ֆրի մեջից այսպես թե այնպես։ Չէ, ֆրի մեջից ինքը խրխրթան է դուրս գալիս, իրականում երբ որ
մեծամասշտաբ free արդյունաբերություն գործընթաց է լինում, Օսլան ավելացնում են նրա համար, այսինքն կարտոֆիլ ֆրին որ գցեցիք, որոշակի օսլայի քանակություն, որոշակի մանր կտորներ, այդ ամեն ինչը վառվում է ու ձեթի արտաքին շերտի վրա է ավելանում։ Այդ ժամանակ օսլան ավելացնում են, օսլան ծանր է, այդ ամեն ինչի հետ միաձուլվելով, այսպես տեմպուրայի այդ չինական արաքսնդի տեմպուրայի ձևաչափով այսպես օսլա պատվում է, ծանրության հաշվին իջնում է հատակին ձեթի ու երեսին մնում է ավելի մաքուր ձեթը։ Այդ պարագայում ես դա չեմ ընդունում, քանի որ իմ համար նման տիպ ձևաչափով աշխատող հիմնարկները սխալ են, ժամանակին փոխեք ձեր ֆրիտյուրի ձեթը եւ մի վնասեք մնացած մարդկանց կյանքը։ Իսկ ինչպես հաճախորդը հասկանա ձեթը, նախ ձեթի մասին խոսենք, որպեսզի շատ մարդիկ երևի տեղյակ չեն, որ նույն ձեթը չի կարելի մի քանի անգամ օգտագործել, գոյություն ունի ժամ, այսքան ժամում, չէ՞։ Եվ գրված է ձեթի վրա, յուրաքանչյուր ձեթ ֆրի պատրաստելու դեպքում քանի անգամ կամ քանի ժամ կարող ես օգտագործել։ Ֆրի համար նախատեսված բուսայուղերը ունեն մի քիչ ավելի ուրիշ ձև ստրուկտուրա եւ դրա արդյունքում նրանք ավելի բարձր ջերմային մշակում են կարողանում հասնել, այսինքն 180-200 աստիճան կարողանում եք իրան եռացնել ու կոնկրետ չափականակ գոյություն ունի, մոտավորապես եթե ճիշտ եմ հիշում, 250 գրամ կարտոֆիլ ֆրի համար մոտավորապես 70 գրամ, այսինքն 7 լիտր լցնելու դեպքում այդ 7 լիտրը բաժանում եք, ստանում եք կարտոֆիլ 250 գրամով, քանի չափաբաժին կարտոֆիլ ֆրի կարող եք այնտեղ պատրաստել։ Ուստի, օրինակ, չգիտեմ, հաշվարկային տվյալներով եկավ 50 չափաբաժին, 50 չափաբաժին հետո այն պետք է փոխվի, ոչ թե ավելացնենք օսլա, որից հետո նորից օգտագործենք։ Հասկանալի է, իսկ ուր է գնում այդ ձեթը։ Նայեք, այդ ձեթը կան համապատասխան ֆիրմաներ, որոնք մթերում են այդ ձեթը եւ բիո վառելանյութ են ստանում դրանից։ Նման տիպ մեր հանրապետությունում մի շարք ընկերություններ կան, որոնք պայմանավորագրով նման տիպ ռեստորաններից, որտեղ որ մեծ քանակությամբ ֆեի արդյունաբերական ծավալով են բանանում, այդ ամեն չէ, առաջ մի քիչ եթերային չի որ ասեմ, ինչ էր կատարվում, որ չեմ տալիս նման ձևով վառած ձեթի հետ, համապատասխան ընկերություններին դիմեք, նրանք կգնեն ձեզանից այդ ձեթը եւ համապատասխան արդյունաբերության մեջ կօգտագործեն որպես էկո բիո օիլ վառելիք ստանալու համար։ Այսինքն տանը կարող են բանկաների մեջ պահել, եթե շատ են օգտագործում բանանում, ինտերնետով կարող են նույնիսկ գտնել կամ եթե ունեն արտադրամաս, մի բանկայի համար կգան եւ կվերցնեն։ Չափաբաժինը հարցնում են, ըստ բանի արդեն կապի դուրս կգան, ոնց որ եւ հիմա այդ տարաներն ենք հավաքում, միանգամայն օգտագործման ջրի տարաներ են հավաքում, նույն ձևաչափով էլ դա է լինում։ Շատ լավ է, հրաշալի է։ Փորձում ենք աջակցել բնությանը։ Համլետ, այնքան խոսեցինք ձեթերից եւ ֆրիերից, ես ուզում եմ քեզ առաջարկել ավելի շուտ հյուրասիրել Միլկին, Միլկինի յոգուրտները։ Իմ սիրած պահն է։ Ահա։ Խնդրեմ, այս անգամ չեմ ցույց տալու քեզ, դու ասա, աչ թե ձախ։ Ձախ։ Ապրես, ես սիրում եմ սա։ Եվ մեզ միացել է Պամելան։ Ողջույն Պամելա, շնորհավոր 1 ամսյակը ձեր։ Բարև, իմ շատ սիրելի Լիկա եւ Համլետ։ Շատ շնորհակալ եմ գեղեցկուհի Լիկա, քո տոնն էլ շնորհավոր։ Ամանդան այնքան գեղեցիկ բառեր ասաց, իսկ ես կավելացնեմ։ Միշտ զարմացնես մեզ քո ոսկե ձեռքերի աշխատանքով։ Իհարկե Համլետի հետ միասին։ Ինչպե՞ս եք։ Շատ լավ, դուք։ Ճիշտն ասած վատ եմ։ Ինչի վատ։ Ինչ է վատահել։ Էս գիժամիսը ինձ վրա ազդում է, անընդհատ գլխացավեր, լիքը դեղեր։ Պամելա ջան, դրա համար պետք է Միլկինի յոգուրտները խմել եւ ամեն ինչ նորմալ կլինի, այդքան դեղորայք չեք օգտագործի։ Այո, դու իրավացի ես, այդպես էլ կանեմ։ Դե դուք վայելեք, իսկ ես պատմեմ հրաշալի Միլկինի մասին։ Այո, պատմեք։ Կարևորելով ձեր առողջությունը, Միլկինն արտադրում է բացառապես անարատ եւ թարմ կաթնամթերք, հայկական արտադրանք առանց կոնսերվանտների եւ գլյուտենի, ապահովում է ձեր օրգանիզմի եւ հատկապես աղիների առողջ գործունեությունը։ Ես սիրում եմ Միլկինը, հատկապես յոգուրտների հատապտղային միքսերը, տարբեր համեր, տարբեր էմոցիաներ, վաճառվում է ամենուր։ Միլկին, առողջ ընտրություն, առողջ օրվա համար։ Շատ շնորհակալություն, առողջ եղեք։
Այ երբ որ ինքը օրը 2-3 շիշ ինչպես ես խմի Միլկինի յոգուրտները, առողջ կլինի։ Իսկ հիմա մի քանի օր չէր խմել եւ լավ չէր զգում իրեն։ Եվ այսպես վայելում ենք։ Սա երևի իմ դեսերտներից հետո երկրորդ մթերքն է, որ ես պարզապես սիրահարված եմ։ Բալ էր դա։ Չէ, ուղղակի նայում եմ, որ գլուտեն ֆրի է։ Այ, աննկարագրելի համեղ։ Հենց սա։ Էլ ինչ անալգին, եթե կա միլկին, Պամելա։ Ասեք, է։ Այո, ահա, ավելացրեցինք, այստեղ ուրեմն հնդկաձավարը փափկեց, խաշվեց, ավելացրեց պանիրը։ Այո, ավելացնում ենք պարմեզան պանիր։ Իսկ մեր լորը այստեղ Լորը ընթացքում է, տապակվում է, ջեռոցվում է, ավելի ճիշտ։ ուրեմն ավելացրեցինք կանաչին։ Իսկ այս կանաչին սոուս է լինել։ Դա սոուսի համար է։ Պարմեզան պանիրն ենք ավելացնում ենք մանր կտրատած մաղադանոսը։ Իսկ սոուսի համար քեզ այստեղից ինչ է հարկավոր։ Սոուսի համար մեզ այստեղից պետք է սերուցք, թարխուն մի փոքր էլ կարակ ու բուսայով։ Կարակ։ Ես այսպես հավաքեմ, որպեսզի ավելի պարզ լինի հեռուստադիտողին ընթացքը ինչ է օգտագործելու։ Այստեղ մենք արդեն պատրաստում ենք սոուսը։ Այո։ 28% սերուցք, 26% սերուցք։ Ահա։ Մի փոքր աղ ենք անում։ Ու տնեմ, որ տեսնեք միշտ մի փոքր աղ։ Հրաշքի առաջ լինի։ Կարակ։ Կարակ բուսայուղ, թեթև հալվում է, հետո ավելացնում ենք արդեն սերուցքը, ավելացնում ենք աղ, մարմանդ եռացնում ենք, մի քիչ խտություն է վերցնում եւ ավելացնում ենք թարխունը, որից հետո մի 2 րոպե թողելուց հետո արդեն թարխունը իր համը փոխանցում է ամբողջությամբ սերուցքին, շատ հետաքրքիր սոուսային զանգված ենք ստանում։ Պնդանում է, այսինքն։ Հա, խտանում է։ Եվ շատ լավ է, որ առանց ալյուր է։ Չէ, ալյուր չենք օգտագործում, կախված է դա սերուցքի տեսակից, նախընտրելի է նման տիպ սոուսներ պատրաստելու համար 26%-անոց եւ 33%-անոց, ոչ քաղցր սերուցները, սովորաբար կա ընտրում են 12-15%-անոց, որոնք նախատեսված են սուրճերի համար, պատրաստում են, հասկանում են, չի խտանում, ավելացնում են օսլա կամ ալյուր, զանգված ստանալու համար։ Ուրիշ բան, ուրիշ սոուս։ Սիրելիներ, մինչև մեր սոուսը պատրաստ լինի, դուք կարող եք ձեր էկրաններին տեսնել բաղադրատոմսը, նաև կարող եք դիտել մեզ YouTube-յան ալիքով եւ գրել ձեր մեկնաբանությունները, իսկ մենք կհանդիպենք մի քիչ հետո։ Այստեղ սոուսի մեջ ավելացրեցինք թարխունը։ Մենք այդպես թարխունի համով սերուցքային սոուս է ստացվել։ Ես ձեզ խնդրեմ ինձ օգնեք ափսեները մոտեցնել, ես սկսեմ լցնելը, 1 րոպե։ Ոյ։ Իսկ ես արդեն պատրաստ եմ սեղանը։ Որ ափսե չկա, մի տեսակ շփոթվեցի։ Այսպես։ Գեղեցկություն, հրաշք համ, սիրով պատրաստված երևում են, նույնիսկ մատուցումից է երևում, նայեք հայացքը, նայեք ձեռքի շարժումը եւ կտեսնեք ինչքան պրոֆեսիոնալիզմ եւ սեր կա այստեղ։ Մեր լորը։ Գեղեցկություն, գեղեցկություն։ Համլետ, շնորհակալ եմ,
անչափ շնորհակալ եմ, որովհետև արդեն աչքը երբ որ տեսնում է եւ ասում է կեր ինձ, դա նշանակում է համեղ է կեր ինձ, ուտում ենք։ Փորձում ենք։ Իրանի քեզանից շատ լիներ։ Բոլորիս տանը մեկ Համլետ լիներ։ Եվ իհարկե ձեռքով կարելի է, չէ՞, լորը ձեռքով։ Ուրիշ տարբերակ չունենք այս պարագայում։ Այո, խրտ-խրտան, շերտ։ Սոուսը շատ հետաքրքիր սոուս էր։ Ներողություն, որ ձեռքով եմ։ Ուտեսն է ստիպում այդպես։ Ինչ էր։ Եվ ամեն անգամ հաղորդումից հետո ուզում եմ քեզ գրկեմ։ Անչափ շնորհակալ եմ, ծամեմ եւ վերջացնեմ։ Համլետ, անչափ շնորհակալ եմ քեզ մեզ այսպիսի բաղադրատոմս մատուցելու համար։ Սիրելիներ, մենք կհանդիպենք հաջորդ Կիրակի, անպայման հետևեք մեզ։ Հաջողություն։ Հաջողություն։ Քաղցր շաբաթ, համեղ Կիրակի։